Այսօր պիտի խոսենք քաղաքացին եւ անարդարադատությունը Հայաստանում խորագրի շուրջ, այս դեպքում Սոնա Մնացականյանի դեպքի մեկնաբանությամբ, թե ինչ համակարգային անպատժելիություն է տեղի ունենում մեր օրերում եւ հենց այս գործի շրջանակներում մանրամասն կադրադառնանք, թե ինչին է բախվում քաղաքացին, այս դեպքում Սոնա Մնացականյանը, երբ ուղղակի մի սովորական օր դուրս գալով տնից, սովորականի պես անցումը անցնելիս եւ որևէ վտանգ չսպասելիս կարող է ենթարկվել վրաերթի, վարչապետի ուղեկցող Շարասյան պատճառով եւ դրա արդյունքում դեմ առնի իշխանական քարոզչությունների, իշխանության կողմից, այսպես ասենք, զանազան լծակներով այդ գործը մոռացության տալու փորձերին։ Եվ հենց այս ամենի մասին մենք պիտի խոսենք այսօր հետևյալ բաժինների ընթացքում, նաև ներկայացնելու ենք զեկույցը, որը Սոնա Մնացականյանի դատական գործի ընթացքում կայացած նիստերի մշտադիտարկման արդյունք է, թվով 8 նիստերի մշտադիտարկման, ինչպես նաև իշխանական քարոզչության այս գործի վերաբերյալ գործը մոռացության տալու կամ զոհի մասին զանազան քարոզչական թեզեր առաջ քաշելու, որ զոհն էր մեղավոր, ինչպես նաև, չգիտեմ, դատական պրոցեսի պաշտպանական կողմի, մեղադրյալի պաշտպանական կողմի վարքագծի մասին ու այդ բոլորի փոխկապակցվածության մասին։ Զեկույցում հիմնականում ինչին որ մենք անդրադարձել ենք արդեն սրանք են քննական փուլի եւ դատական վարույթի վերլուծությունն է, պետական պաշտոնյաների մեր իշխանական լրատվամիջոցների քարոզչության վերլուծությունը եւ, ինչպես ասեցի արդեն, նիստերի մշտադիտարկումը։ Ուզում եմ սկսել առաջին բաժինը Սոնա Մնացականյանի մայրիկի խոսքերով ժամանակին Ազատություն ռադիոկայանին հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ, հարցազրույցի ռեպորտաժի ժամանակ, հասարակության արդար պահանջը պիտի լինի, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տնից դուրս գալիս իրեն ապահով զգա։ Սա շատ կարևոր է բոլորիս համար, քանի որ նման իրավիճակում կարող էինք հայտնվել եւ մինչ օրս ցավոք սրտի կարող ենք հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, մեր սիրելիներից յուրաքանչյուրը, քանի որ այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում, այսինքն օրինակ վարչապետի ուղեկցող Շարասյունը կամ մյուս պաշտոնյաների ծառայողական մեքենաները նման վայրակ արագությամբ շարունակում են երթևեկել եւ ստեղծել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ։ Սա կարևոր է բոլորս գիտակցենք եւ հանրային այսպես իրազեկում լինի, սրա մասին քննարկվի եւ յուրաքանչյուր քաղաքացի ուղղակի պատահական ինչ որ դժբախտ դեպք չհամարի, գիտակցի, որ սրա դեմը պետք է առնել, թե կլինի հանրային բողոքի ձևով, թե կլինի դա միգուցե հետագայում օրենքների վերանայման կամ ընդհանրապես վարքագծի վերանայման, բայց սրա լուսաբանումը կարևոր է։